Կալիֆորնիան Սուրբ Ծննդյան տոները դիմավորել է եղանակային տխուր անակնկալով։ Ամերիկայի մոտ 40 միլիոն բնակչություն ունեցող ամենախիտ բնակեցված նահանգի շատ բնակավայրերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ձմեռային հզոր փոթորիկները, առատեղումները, համատարած հեղեղներն ու ահռելի սողանքներն ավերածություններ են առաջացրել շուրջ բոլորը։ Կալիֆորնիայի հարավը պատուհասել են օդերթաբանների տերմինաբանությամբ մթնոլորտային գետերը։ Դրանք խոնավոթի հզոր հոսանքներ են, որոնք իրենց հետ առատեղումներ են բերում։ Ուժգին քամիների արագությունը հասնում է 160 կմ/ժ։ Հեղեղվել են ավտոմայրուղիներ, փողոցներ, կաթվածահար է տրանսպորտային համակարգը։ Ամեն անգամ պատուհանից նայելիս հեղեղի և սողանքի չափերը մեծանում էին։ Մենք դուրս էինք եկել, փորձում էինք փրկել մեր տունը, սակայն հանկարծ այդ ահռելի հոսքը կոտրեց ցանկապատն ու վայրկյանների ընթացքում սկսեց հեղեղել մեր տունը։ Մենք շտապեցինք մեր հարևաններին օգնության, սակայն երբ հասկացանք, որ այլևս չենք կարող փրկել իրավիճակը, այս ահռելի գետը ջրվեժի նման թափվեց բակ ու այն ցեխի հաստ շերտով պատեց։ Ջրային տարերքը մարդկային կյանքեր է խլել, մեկը մահացել է ծառի տապալման, մյուսները հեղեղների պատճառով։ Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել տարհանվել վտանգավոր գոտիներից։ Նահանգապետն ավելի քան 5 քաղաքում արտակարգ ռեժիմ է սահմանել, ինչը թույլ է տալիս օպերատիվ կերպով մոբիլիզացնել նահանգի բոլոր ռեսուրսները, աջակցություն ցուցաբերել տեղական իշխանություններին ու արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Արհավիրքի պատճառով 100 հազարավոր մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Փրկարարական խմբերը տարհանում են ավտոմեքենաների մեջ արգելափակված մարդկանց։ Ջուրն այնքան բարձրացավ, որ մեզ համար շատ վտանգավոր էր դուրս գալ ջիպից ու քարշակել մեքենան։ Մենք պարզապես թողեցինք մեքենան, որ փրկվենք։ Փորձագետները պնդում են, որ հեղեղների ու սողանքների պատճառն այս տարվա անտառային հրդեհներն են։ Լեռնային շրջանները զրկվել էին բուսականությունից, հետևաբար ջուրը չեն կլանել, ինչի պատճառով էլ հողի, քարերի ու տարբեր առարկաների հոսք է սկսվել։ Կալիֆորնիայի մի հատվածում հեղեղ է, մյուսում ձնաբուք։ Մի շարք բնակավայրեր թաղվել են ձյան մեջ։ Հյուսիսային Կալիֆորնիայում վիճակը ժամ առ ժամ ավելի վտանգավոր է դառնում, հատկապես ճանապարհներին։ Շատ մեքենաներ կորցնում են կառավարումը, թեպետ հնարավորինս նվազեցնում են արագությունը։ Ձյան տեղումներն անդադար են, հատուկ տեխնիկան չի հասցնում մաքրել ճանապարհները։ Նահանգի իշխանությունը մարդկանց հորդորում է չեղարկել ճանապարհորդությունները։ Ցուրտ եղանակի պատճառով ռեկորդներ է սահմանում Ռուսաստանը։ Երկրի հեռավոր արևելքի Յակուտսկ քաղաքում գրանցվել է ամենացրտաշունչ ձմեռը։ Օդի ջերմաստիճանը հասել է -58 ցելսիուսի։ Ընդհանուր առմամբ հեռավոր արևելքում ռեկորդ գրանցվել է ավելի քան 20 բնակավայրում։ Նման ցածր ջերմաստիճանը վտանգավոր է առողջության համար։ Այս տարի կարծես ավելի ցուրտ էր, քան նախորդ տարի, անոմալ եղանակ է։ Ցանկալի կլիներ, որ նոր տարվա նախաշեմին գոնե -30-ից 35 աստիճան լիներ։ Այո, ցուրտ է, բայց լսել եմ, որ տաքանալու է։ Դրա համար էլ ենք շնորհակալ։ Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ տանը, փողոց դուրս գալիս էլ շատ տաք հագնվել, սակայն մարդիկ անտեսելով նախազգուշացումը հաճախ փողոց են դուրս գալիս եւ լուսանկարվում տոնածառի մոտ։ Մենք սովոր ենք այս եղանակին, երբ ցուրտն անցնում է, շատ արագ մոռանում ենք դրա մասին։ Սա է մեր հայրենիքը, ստիպված ենք հարմարվել։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ, տատանվելով -24-ից մինչև -35 ցելսիուսի սահմաններում, տեղումներ չեն կանխատեսվում։ Կիզիչ արև, Սանտա, տոնածառ ու սերֆինգ։ Հյուսիսային կիսագնդի մեծ մասը ծածկված է ձնով, մինչդեռ կանաչ մայրցամաքում տաք եղանակ է։ Սիդնեյի Բոնդայ լողափում, որտեղ օրերս սարսափելի ահաբեկչություն էր եղել, կիզիչ շոկ է։ Հարյուրավոր տեղացիներ ու զբոսաշրջիկներ տոնական կարմիր լողազգեստներով նշում են Սուրբ Ծնունդը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։